Ինչ վերաբերվում է Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ, որպես ձեր առաջ հանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա, այսինքն, այդ փարիսեցիությունը ինչի համար, շատ լավ ես կարող էի բան անել, գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ, 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այն օրը մի րոպե ներողություն, այն օրը, որ իմ ելույթում ասացի, որ որոշ մարդիկ փորձ են անում Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում։